Իմ նախագծի սկզբնական տեսքն է, սեղմելով այստեղ մենք կհայտնվենք մենյուում, այստեղ ունենք ծանոթանալ կոճակ, ունենք նաև կարգավորումներ, կարգավորումներով ունենք լեզուներ, հայերեն եւ անգլերեն, անգլերենի սեղմելով այն կդառնա անգլերեն, եկեք խաղը շարունակենք հայերենով, ունենք ձայն, ձայնը կարող ենք անջատել եւ միացնել, ունենք այստեղ սկսել կոճակ։ Տիեզերքում կատարվել է լուրջ փոփոխություն։ Էներգիայի քարը հայտնվել է սև անցքի մեջ։ Քաղաքում բոլոր լույսերն աստիճանաբար սկսեցին անջատվել։ Այս ինչ ձայն էր։ Գնամ տեսնեմ ինչ է պատահել։ Ինչու են բոլոր լույսերն անջատված եւ ինչու ոչ ոք չկա։ Ինչու եք ինձ այստեղ բերել։ Դու այստեղ ես, որպեսզի փրկես մեր գալակտիկան։ Վերցրու այս ակուստը եւ սկսախոփի։ Լավ։ Վերցրու այս կախարդական թուղթը, որի միջոցով հասցնես բոլոր փուլերը։ Սեղմելով կախարդական թղթին այն կսկսվի բացվել։ Դե ինչ, եկեք մտնենք խաղի մեջ, սեղմելով այս կոճակին մենք կհայտնվենք փուլ առաջինում։ Այստեղ պետք է պատասխանենք հարցերին։ Հարց առաջին։ Եթե գիշերը նայես երկնքին կարող ես տեսնել տիեզերանով, սա սխալ պատասխանն էր, աստղի, որը վաղուց մահացել է, սա ճիշտ էր։ Հարց 2. Որտեղից է ոսկին հասնում մեզ, այն լուսնի կտորը, սա սխալ պատասխանը, այն առաջ թափվում էր տիեզերքում, սա ճիշտ է։ Եվ այսպես մենք անցանք առաջին փուլը, իսկ հիմա կանցնենք առաջին փուլի երկրորդ մասը, որտեղ մենք պետք է մոլորակները դասավորենք ճիշտ հերթականությամբ։ Դասավորելուց հետո պետք է սեղմել ստուգել կոճակը։ Եվ այսպես մենք ճիշտ էինք, իսկ հիմա կանցնենք առաջ արդեն երկրորդ փուլ։ Այստեղ նույնպես պետք է պատասխանենք հարցերին։ Հարց առաջին. Ինչպես է առաջացել երկիր մոլորակը, այն միշտ եղել է, երբեք չի առաջացել, սա սխալ էր, այն առաջացել է տիեզերական գազի եւ փոշու միախառնումից, սա ճիշտ էր։ Հարց 2. Մոտավորապես քանի տարեկան է երկիրը, 2.1 միլիարդ, սա սխալ էր, 4.5 միլիարդ եւ սա ճիշտ էր։ Մենք պետք է ուշադիր նայենք պատկերները եւ հետո բոլոր նման պատկերները բացենք։ Եթե մենք սխալ բացենք, ապա նրանք կփակվեն։ Բոլորը բացելուց հետո մենք ճիշտ կբացենք եւ կանցնենք երրորդ փուլին։ Այստեղ մենք կտեսնենք մի շարք տիեզերական երևույթներ։ Նկարագրվում է, թե ինչպես են ծնվում աստղերը, իսկ այստեղ արդեն սուպերնովան է։ Աստղը այնքան է մեծանում, որ փոխում է իր գույնը եւ սկսում է պայթել։ Այդ պայթյունները դառնում են եւս աստղիկներ։ Ունենք նաեւ տեղեկություններ, այդ տեղեկությունները կարող ենք լսել նաեւ եւ ամենավերջում սև անցք։ Սև անցքի ժամանակ մենք պետք է բոլոր աստղերը նետենք դեպի սև անցքը։ Եվ այսպես էներգիայի քարը հետ վերադարձավ ու մենք կարողացանք փրկել մոլորակը։ Եվ այսպես մենք ստացանք հաղթանակ։ Գրեթե բոլոր կերպարները նկարված են, ունեմ շատ փոփոխականներ, պես նաև շատ մեկնաբանություններ, շնորհակալություն նայելու համար։